Հերթագրվել է 6 պատգամավոր Տիգրան Ուրիխանյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, հարգարժան պարոն Նահապետյան։ Խնդրում եմ խորհրդարանին տրամադրել տեղեկություններ, հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնակարգման ոլորտը առնչվում է ձեր հանձնաժողովին, ձեր կողմից ղեկավարվող հանձնաժողովին, խնդրում եմ ասացեք, որքանով կավելանար, քանի միլիարդ դրամով տարեկան կավելանար Հայաստանի Հանրապետության պետական գանձարանը, եթե Parking City ծառայությունների արդյունքում, որոնք կարող էին կազմակերպվել իմ համոզմամբ պետական համապատասխան կառույցի կամ մունիցիպալ կառավարում իրականացնող կառույցի կողմից, որքանով կավելանար պետական բյուջեն, եթե 70%-ի հասնող շահույթը չգնար այդ մասնավոր ձեռնարկությանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Ուրիխանյան։ Նախ սկսեմ վերջից, ձեր նշած 70%-ը այժմ վերանայվել է եւ Բաշխումը կատարում է 50% ձեր նշած կազմակերպության է հատկացվում միջոցները, 50%-ը գնում է բյուջե։ Այսինքն այդ մասով տոկոսային վերանայում կա։ Ինչ վերաբերում է հաշվարկներին, ապա նման հաշվարկ չի կատարվել, դուք խոսում եք միլիարդների մասին, իրականում այստեղ միլիարդներ չկան, եւ այդ համակարգի ներդրման առումով մենք պետք է իմանանք, որ ճանապարհային երթևեկության անվտանգության համակարգում շատ կարևոր է հստակ կառուցակարգերի սահմանումը եւ այստեղ այն, որ ներդրվել է համապատասխան տեսանկարանող սարքերի, լուսանկարող սարքերի ներդրման արդյունքում նման բաշխում է տեղի ունեցել, կատարվել են որոշակի նախնական հաշվարկներ։ Եթե այն ժամանակ պետությունը ունենար նման հնարավորություններ ամբողջապես այդ համակարգը ներդնելու համար, ապա ինքը կստանձներ այդ պատասխանատվությունը եւ կներդներ համակարգը։ Այստեղ պետություն եւ մասնավոր համագործակցության արդյունքում է ներդրվել համակարգը, որի արդյունքները մեզ համար տեսանելի են եւ մենք այստեղ ունենք ինչպես հաջողություններ, դա պետք է փաստեմ, որովհետև վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս համակարգերի ներդրման արդյունքում տեսանկարահանող սարքերի եւ լուսանկարանող սարքերի ներդրման արդյունքում զգալիորեն պակասել են ճանապարհատրանսպորտային պատահարները։ Եվ մենք պետք է համակարգի եւ դրական կողմերի մասին խոսենք եւ նաեւ նշենք այն խնդիրները, որոնք առկա են, մասնավորապես հանձնաժողովում պարբերաբար քննարկումներ են ծավալվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, այդ թվում նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման շուրջ մենք մի քանի անգամ խորհրդանական լսումներ ենք կազմակերպել, անդրադառնալով նաև ձեր բարձրացված խնդրին։ Եվ վերադառնալով ձեր կոնկրետ հարցին պատասխանեմ, որ ճշգրիտ հաշվարկ այս պայդրությամբ կատարված չէ, բայց այն, որ ժամանակին այս կազմակերպության ներդրումների շնորհիվ մենք կարողացանք ձևավորել նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համակարգում նոր միջոցներ, դա ակնհայտ է բոլորիս համար։ Արձագանքի համար Տիգրան Ուրիխանյան։ Շնորհակալ եմ, դուք ճիշտ նկատեցիք, որ իմ կոնկրետ հարցադրումը վերաբերում էր այն միլիարդներին, այո միլիարդներին, ես դա պնդում եմ, եւ եթե դուք ունենայիք հիմա թիվ կհրապարակեիք կամ կհերքեիք կամ կհաստատեիք, ասացես, որոնք կարող էին գալ պետական գանձարան եւ կարող էին, ես չեմ հերքում այդ համակարգի արդյունավետության կողմը, բայց չեմ էլ քննարկում այն, ես խոսում եմ նրա մասին, որ ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպող բազմաթիվ համերգների վրա ծախսված, ուռճացված ծախսերը կարող էին գնալ այդ տեսախցիկների տեղադրման վրա, բայց սույն զրույցի մեջ ներքաշեցիք ինձ դուք, ես ընդհանրապես ուզում էի ֆիքսել այն գումարը, որը կարող էր գալ պետական բյուջե։ Շնորհակալ եմ։ Պարոն Ուրիխանյան, ժամանակին, երբ այդ համակարգը ներդրվում էր եւ մասնավոր այդ ընկերությունը ներգրավելով այդ գործընթացի մեջ բավականին մեծ գումարներ է ներդրել եւ դրա արդյունքում է, որ մենք կարողացել ենք այդ համակարգը ներդնել։ Եվ այստեղ պետք է ընդհանրապես ողջունել պետություն եւ մասնավոր համագործակցությունը։ Եթե պետությունը տվյալ ժամանակահատվածում չունի բավարար միջոցներ խնդրին լուծում տալու համար, ապա մասնավոր այդ համագործակցությունը միանշանակ պետք է դրական գնահատել։